Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Հայկական ժառանգության խեղաթյուրումը, օրինական գործողություն, Ադրբեջանը մանիպուլյացնում է միջազգային հանրությանը։ ԵՄ թե ԵԱՏՄ Մոսկվան Երևանից արագ ընտրություն է պահանջում, ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ ընտրությունը Հայաստանի ապագայի համար։ Իրանը նոր առաջարկ է ուղարկել ԱՄՆ, Թրամփն էլ պատասխանել է, ինչ փուլ է մտնում հակամարտությունը։ Եղևնիների սպանդ Մարտունիում բնակիչների ապարդյունահազանգը։ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարծես կրկին մտնում են փակուղի։ Իրանը մերժել է հակամարտության ԱՄՆ-ի առաջ քաշած կարգավորման պայմանները։ Դրանք որակելով կապիտուլյացիային համարժեք եւ հայտարարել է իր միջուկային օբյեկտները պաշտպանելու լիակատար պատրաստության մասին։ Թրամփը միանգամայն անընդունելի է անվանել իր առաջարկի վերաբերյալ Իրանի վերջին պատասխանը, նշելով, որ այն իրեն դուր չի գալիս։ Իրանը բազմաեջանոց պատասխան է ուղարկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկին, մանրամասն ներկայացնելով իր սեփական պահանջները եւ պահպանելով երկու կողմերի միջև առկա տարաձայնությունները։ Wall Street Journal-ի հաղորդմամբ վերջին պատասխանում չեն հիշատակվում ԱՄՆ-ի այն պահանջները, որոնք վերաբերում են իրանական միջուկային ծրագրի ճակատագրի եւ բարձր հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ պարտավորություններ ստանձնելուն։ Փոխարենը Իրանն առաջարկում է դադարեցնել ռազմական գործողությունները եւ աստիճանաբար բացել Հորմուզի նեղուցը առևտրային նավագնացության համար։ ԱՄՆ-ի կողմից իրանական նավերի եւ նավահանգիստների շրջափակումը վերացնելուն զուգընթաց։ Սիրիայի մայրաքաղաքի թաղամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա 5 վիրավոր։ Սանա լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ալ-Վուրուդ թաղամասում միկրոավտոբուս են պայթեցրել։ Մեքենայի մեջ վարորդ կամ ուղևորներ չեն եղել, սակայն մոտակայքում գտնվող մարդիկ վնասվածքներ են ստացել։ Վիրավորները հիվանդանոցում են եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն Իրանից կվերցնի հարստացված ուրանի պաշարները, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Վաղ թե ուշ մենք դրանք կստանանք, մենք դրան հետևում ենք։ Գիտեք, ես ստեղծել եմ այսպես կոչված տիեզերական ուժեր եւ նրանք հետևում են այդ ամենին ամեն օր, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Թրամփն անդրադարձել է նաև Վենեսուելային ու Չինաստանին։ Վենեսուելան այժմ շատ երջանիկ երկիր է։ Նրանք դժբախտ էին, իսկ հիմա երջանիկ են։ Արտադրվող նավթի քանակը հսկայական է, ասել է նա։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Սի Ցզինփինը շատ լավ ու խելացի մարդ է։ Նա սիրում է Չինաստանը։ Իրանի հետ պատերազմը չի ավարտվել, քանի որ դեռևս կա հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Դեռ կան ուրանի հարստացմամբ զբաղվող կայաններ, որոնք պետք է վերացվեն։ Դեռ շատ անելիք ունենք, ասել է նա։ Բանակցությունները կապիտուլյացիա չեն, սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Մենք երբեք գլուխ չենք խոնարհի թշնամու առաջ, եւ եթե խոսքը երկխոսության կամ բանակցությունների մասին է, դա չի նշանակում կապիտուլյացիա կամ նահանջ։ Ընդհակառակը, մեր նպատակն է պաշտպանել իրանական ազգի իրավունքները եւ անսասան ուժով պաշտպանել ազգային շահերը, գրել է նա։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին մայիսի 9-ին Մոսկվա կատարած այցի համար։ Ես խորապես ցավում եմ դրա համար եւ մենք նրա հետ կքննարկենք նրա այցը Մոսկվա, ասել է Մերցը Ստոկհոլմում կայացած համաժողովում։ Ռոբերտ Ֆիցոն Եվրամիության միակ ներկայացուցիչն է եղել, որն այցելել է Մոսկվա հաղթանակի 81-ամյակի առթիվ։ Երրորդյա հրադադարի երկրորդ օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակումներ չեն եղել եւ որ Վլադիմիր Պուտինն ինքն է ասում, որ վերջապես պատրաստ է իրական հանդիպումների։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ թեև հրթիռային հարվածներ չեն հասցվել, բայց առաջնագծում եւ հարակից տարածքներում մարտերը շարունակվել են եւ խաղաղություն չկա։ Սակայն եթե ռուսները որոշեն վերադառնալ լայնածավալ պատերազմի, Կիևի պատասխանը չի ուշանա։ Շրջագայության դուրս եկած Հոնդիուս Բոսանավը, որի վրա հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել, մայիսի 10-ին ժամանել է Թեներիֆե։ Ուղևորները նախ թեստ կհանձնեն եւ ախտանշանների բացակայության դեպքում կուղարկվեն իրենց հայրենի երկրներ։ Իսպանացի ուղևորները կտեղափոխվեն ռազմական հոսպիտալ, իսկ մի շարք երկրներ, այդ թվում Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան, Իռլանդիան եւ Նիդերլանդները ինքնաթիռներ են ուղարկում իրենց քաղաքացիներին տարհանելու համար։
Եվ վերջում Նեպալի օդանավակայանում Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք կատարելու ժամանակ բռնկվել է։ Օդանավը թռիչքն իրականացրել էր Ստամբուլից։ Ինքնաթիռում եղել է 277 ուղևոր։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Զարա Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանի անկախության միջազգային իրավական երաշխիքներին հակասող Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ։ Միջազգային կառույցը մտահոգ է, որ Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կարգավորող օրենսդրությունը չի համապատասխանում ինչպես մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանադրական եւ օրենսդրական երաշխիքներին, այնպես էլ ոլորտին վերաբերելի միջազգային չափանիշների։ Կառույցը կոչ է արել գործող իշխանությանը քայլեր ձեռնարկել հստակեցնելու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախության իրավական երաշխիքները։ Միևնույն ժամանակ միջազգային հանրությունը առանց առարկության ընդունում է Ադրբեջանի արդարացումները Արցախում իրականացվող վանդալիզմի վերաբերյալ։ Ադրբեջանը հայկական ժառանգության խեղաթյուրումը միջազգային հանրությանը ներկայացնում է որպես օրինական գործողություն։ Ահազանգ է հնչեցնում Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monument Watch կայքը։ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ եւ այլ ներկայացուցիչներ 62 երկրներից եւ միջազգային կազմակերպություններից մայիսի 2-ին այցելել են Արցախի հայկական մշակութային տարբեր վայրեր եւ թանգարաններ, ականատես լինելով դրանց ադրբեջանականացման ակտիվ գործընթացին։ Այցի ընթացքում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են Շուշիի եւ Բերձորի վերականգնման քողի տակ իրականացվող աշխատանքներին։ Ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները։ Եվ ավելին, ցանկացած միջամտություն, որն արվում է ժառանգության հետ, հանգեցնելով մշակութային կարևորության այս կամ այն տարի կորստին, պատմական, գեղագիտական, հոգևոր եւ սոցիալական առումներով, զրկում է ժառանգությունն իր հիմնական նշանակությունից, ոչնչացնելով այն։ Իսկ քաղաքական հայտարարություններում կան հստակ նկրտումներ ու հանդուգն խոսույթ։ Իլհամ Ալիևը օկուպացված կովսական այցի ընթացքում ասել է, որ Հայաստանում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով։ Նա զգոնության կոչ է արել եւ հնչեցրել է մեղադրանքների հերթական չափաբաժինը հայկական կողմի հասցեին, հայտարարելով մասնավորապես 60,000 հեկտար անտառային ֆոնդի ոչնչացման մասին։ Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու, մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ։ Այս մակարդակի հայտարարությունների ու արտահայտությունների ֆոնին պաշտոնական Երևանը շարունակում է աշխատել իր խաղաղության օրակարգի շրջանակում։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Նրա խոսքով մեծածավալ գործընթաց է, Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան եւ ստորագրվել է 3 փաստաթուղթ, դրանք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչ պաշտոնական Երևանը փորձում է հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, նոր լարվածություն է առաջանում հայ-ռուսական հարաբերություններում։ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը մտնում է առավել լարված ու վճռորոշ փուլ։ Մինչ իշխանությունը փորձում է խորացնել հարաբերությունները Եվրոպայի հետ, Ռուսաստանից հնչող ուղերձներն ավելի կոշտ ու հստակ են դառնում։ Խոսքն արդեն ոչ միայն գործընկերային տարաձայնությունների մասին է, այլև ընտրության, որը կարող է փոխել Հայաստանի տնտեսական կապերը, անվտանգային համակարգը եւ նույնիսկ տարածաշրջանային դիրքը։ Իսկ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ով եւ ինչ տրամաբանությամբ է կատարելու այդ ընտրությունը։ Դիտենք Սեդա Մակարյանի ռեպորտաժը։ Ընտրության առաջ է կանգնեցրել Վլադիմիր Պուտինը Հայաստանին, ԵՄ թե ԵԱՏՄ։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն ընդգծել է, անհրաժեշտ է ընտրությունն արագ կատարել։ Պուտինը հայտարարել է ինտելիգենտ բաժանման համար տրամաբանական կլինի հարցնել, ինչ է ուզում հայ ժողովուրդը։ Դա իհարկե մեր գործը չէ, բայց տրամաբանական կլիներ, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրեին, ԵՄ թե ԵԱՏՄ։ Դա կարելի է անել օրինակ հանրաքվեով, եւ կախված արդյունքներից մենք էլ մեզ համար եզրահանգումներ կանեինք, քանի որ ԵԱՏՄ անդամության շրջանակում Հայաստանը շոշափելի առավելություններ է ստանում։
Սա դեռ ապրիլի 1-ի Կրեմլի հայտարարությունների շարունակությունն է, երբ Պուտինը բաց տեքստով ասել էր, որ երկու մաքսային միությունների անդամ լինելն անհնար է ըստ սահմանման, ակնարկելով, որ Հայաստանը չի կարող միաժամանակ շարժվել դեպի ԵՄ եւ մնալ ԵԱՏՄ-ում։ Հայաստանը տնտեսական լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու, այսինքն մենք ունենք ԵԱՏՄ, որտեղ ունենք կոնկրետ շահեր, գյուղատնտեսական ապրանքների սպառում, էներգակիրների էժան գներով խնդիր եւ այլն, եւ մենք ունենք ինչ-որ պատրաստային Եվրոմիություն, որտեղ գնում էր Ուկրաինան, Վրաստանը եւ տեսանք թե ինչ եղավ նրանց հետ։ Պուտինի այս հայտարարությունը Երևանում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից օրեր անց է հնչում, որի ժամանակ ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր։ Մոսկվայում, սակայն, այս գործընթացներն ակնհայտ վրդովմունք են առաջացրել։ Ընդամենը օրեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում էր, որ Հայաստանը ներքաշվում է Եվրամիության հակառուսական ուղեծիրի մեջ։ Ես շատ կուզենայի, որ ոչ Պուտինը, ոչ Մակրոնը, ոչ Շարլ Միշելը, ոչ այլ ոք այս պահին Հայաստանի մասին չխոսեին, որովհետև ով ինչ խոսում է, շատ այդպես վարպետորեն շուռ են տալիս հավաքական ընդդիմության դեմ եւ ծառայեցնում են, փորձում են ծառայեցնել իշխանության օգտին։ Մեզ պետք չի ոչ մեկի ոչ աջակցությունը, ոչ էլ առավել եւս միջամտությունը։ Այժմ արդեն հենց Կրեմլի ղեկավարը խոսում է ոչ միայն անհամատեղելիության, այլ նաև հանրաքվեի անհրաժեշտության մասին, փաստացի Երևանին դնելով աշխարհաքաղաքական ընտրության առաջ։ Ինչպիսի ընտրություն կկատարի Հայաստանը, կախված է թե ով է որոշողը, իսկ որոշողն ըստ մասնագետի ընտրվելու է հունիսի 7-ին։ Պետք է հասկանան, թե սա ինչ ընտրություններ է, սա ուղղակի իշխանության ընտրություն չի, սա գոյության ընտրություն է, Հայաստանի Հանրապետությունը կկարողանա գոյություն ունենալ որոշ ժամանակ հետո, թե ուղղակի ինքը կվերանա որպես պետականություն, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է դա հստակ հասկանան։ Սա Հայաստանի համար քաղաքական թե տնտեսական որոշում է, ըստ փորձագետների, ընտրությունը ճակատագրական է լինելու բոլոր առումներով։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական ներկայիս կուրսին, որը իբրև թե անվանում են բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, սա արևմուտք գնալու հետ, եվրոպական ինտեգրացիայի հետ զերոյական կապ ունեցող արտաքին քաղաքականություն է։ Սա վեկտոր է ուղղված դեպի Թուրքիայի ստորադաշնակիցը, ենթադաշնակիցը լինելու։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանն էլ անդրադարձել է Պուտինի հայտարարությանը։ Միրզյանը նշել է, մեզ ոչ ոք չի ասել վաղը դուրս եկեք։ Մենք միշտ ասել ենք, երբ պահը կա, Հայաստանը ընտրություն կկատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ համոզված է, որ Հայաստանը Եվրոպական միության անդամակցություն չի ցանկանում, եւ նրա խոսքով դա շատ լավ գիտեն թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում եւ թե Երևանում։ Ավելին, դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում եւ առավել եւս ոչ Երևանում։ Այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական եւ նախընտրական բնույթ, վստահ է միջազգայնագետը։ Մարտունիում Եղևնիների սպանդ է տեղի ունեցել, բնակիչները ահազանգ են հնչեցնում, առողջ ծառերը հատվում են հանրային կարծիքն անտեսելով, իսկ խոստացված բարեկարգումը քաղաքի համար վերածվել է կանաչի կորստի։ Մինչ համայնքապետարանը պնդում է, թե ծառերը խանգարում էին շինարարական ու կոմունիկացիոն աշխատանքներին, մարդիկ կատարվածը բնապահպանական աղետ ու անփույթ վերաբերմունք են համարում։ Թեմային Անահիտ Սարգսյանն է անդրադարձել։ Մարտունիում արդեն 56 առողջ, եւս 11 ոչ կենսունակ եղևնի է տապալվել։ Դա եղերնա Մարտունու քաղաքում, եղևնիների եղերնա բալս։ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Գևորգյանն ընդգծում է. ապրիլի 22-ին է տեսչական մարմինը ահազանգ ստացել։ Համայնքապետարանի կայքում հանրային լսումը դրվել է ապրիլի 13-ին, սակայն Facebook-յան էջում տարածվել ապրիլի 28-ին։ Միգուցե պատճառն այն է, որ հանրային կարծիքն այնքան էլ հետաքրքիր չի եղել համայնքապետարանին։ Իբր տարածվել է ամսի 13-ին։ Թե 13-ին եթե տարածում եք, ինչի 13-ին չեք գրում, բայց էլ դուք որտեղ եք հանրային լսում հայտարարում։
Եթե դու 27-ին ես միայն տարածում քո էջում, ամսի 27-ին հանրային լսում են տնում, ամսի 28-ին հանրային լսում են անում, բնականաբար իրենց ենթակառուցվածքների ներկայացներ, ովքեր փոխկապակցվածություն ունեն համայնքապետարանի հետ, իհարկե այնտեղ մարդիկ էլ են եղել, որոնք վատ են խոսել։ Միայն մարդկանց դրդմամբ է կազմակերպվել հանրային լսումը, որն էլ կրել է ձևական բնույթ, ասում է ավականու անդամը։ Նախքան հանրային լսումը ծառերի մեծ մասն արդեն արմատախիլ էին արել։ Հետո որ արդեն հանրային սկսեցին նկարել մարդիկ, դնել, որ ծառահատում են, ծառերը հանում են, արդեն երևի դրանից դրդված հանրային լսում կազմակերպվեց։ Ապրիլի 30-ին է տեղի ունեցել ավականու նիստը։ Բնականաբար, ավականին ծառերը տեղափոխելուն կողմ է քվեարկել։ Որոշմանը դեմ արտահայտված մարդկանցից է ավականու անդամ Սյուզաննա Մարկարյանը։ Ծառահատումը փաստացի է կառավարության այն բաներից մեկն է, էլի, որ ինչքան ծառ կա հատեն։ Հանրային լսման մեծամասնությունը խոսողների դեմ խոսեց ընդամենը մի քանի հոգի տնտեսվարող, ում խանութի մոտ էր այդ բանը, որի փր պարկինգի բան էր, խանգարում էր պարկինգին, մի հատ տիկուշ խանութ կա, մի հատ էլ Երևան City խանութ կա, հիմնականում իրենք էին, բայց միջև իմ գալին դեռ չէին հրավիրել հանրային լսմանը։ Իմիջայլոց ասեմ, այդ հանրային լսմանը բոլորը հրավիրված մարդիկ էին, ոչ ոք ինքնակամ չէր եկել այդ հանրային լսմանը։ Ահա հանրային լսումից մի հատված։ Եք վրձերեք քաղաքը, յոթ քանել թափել Տեսեք, հիմա մենք քննարկում ենք ծառատեսակներ կան, որոնք պարտադիր պետք է հատվեն։ Բնության հետ ինչքան տարին է խաղան, հա։ Անահիտ Գևորգյանը բարձրաձայնում է կատարված աշխատանքների անփութության մասին։ Եթե ծառ են հանում կամ տեղափոխում, ապա անպայման մասնագիտական եզրակացություն է պետք։ Ծառն ինչպես հանել, ուր տանել, ինչպես տնկել։ Անմարդկային գազանաբար են հանում է ծառները։ Բայց 30-40 տարվա եղևնիները տենց կհանեն։ Ծառերի սպանդը սկսվեց 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ վերանորոգման պատճառաբանությամբ հանեցին Մարտունու Երևանյան փողոցի եղևնիները, տեղափոխելով դպրոցի բակ եւ խոստանալով նորից վերադարձնել նախկին տեղը, սակայն փոխարենը այլ շիվեր տնկեցին, պատմում են բնակիչները։ Ու պարզվեց, որ մեկ էլ փակել են Միասնիկյան փողոցը ու տեսան, որ Միասնիկյան փողոցի այդ հզոր ծառերը, այդ հսկայական ծառերը, եթե դուք մեջում նայել եք, տապալված են գետնին։ Հարցին թե վստահ են արդյոք, որ արմատախիլ արված եղևնիները վերատնկվելու դեպքում կաճեն, համայնքապետի տեղակալը պատասխանում է։ Մասնագետներ են աշխատելու ու այո, քանի որ եթե նկատել եք տարբեր տեղեր հանած եղևնիներ, մեծ եղևնիներ դրած վաճառում են վաճառողները, եթե իրանց հանածը տանում տնկում են ու ինքը կպնելու աճելու է, չի պետք է որ էսի հանեն տանեն դուրս տեղ վերատնկեն, իրանք չաշխատեն։ Նաև ավելացնում է, որ դրանց փոխարեն ակացիաներ են տնկվելու, որոնք շատ ավելի հարմար կլինեն քաղաքին։ Հանրային լսմանը մասնակցած Նորիկ Դավթյանը բոլորովին համաձայն չէ համայնքապետարանի բերած փաստարկներին։ Միասնիկյան եւ Երևանյան փողոցներում շուրջ 200 հատ արծաթափայլ եղևնի բարերարների կողմից անուններն էլ ասեմ։ Պետք է Արմենը 150 հատի փող տվեց բերին տնգինք, մնացող Սաշիկի սամոնա տվել, բերել ենք տնգել ենք եւ այդ ծառները 2 մետրից 3 մետր բարձրություն ունեին արդեն, բոլորը հանել են, տեղը լոբուփեդ են տնգել։ Խիստ կասկածելի է, այդքան շատ են խանգարում եղևնիները կոմունիկացիային եւ վերատնկելուց հետո կաճեն այլ վայրում թե ոչ, ասում է Անահիտ Գևորգյանը։ Կոմունիկացիաներին խանգարում է։ Շանզելիզեի փողոցի հսկա ծառերը կոմունիկացիաներին չեն խանգարում, Մարտունու ես մի քանի եղևնին կոմունիկացիաներին խանգարում էր։ Փոխանակ կոմունիկացիան հարմարեցնեն ծառերին, ծառերն են հարմարեցնում կոմունիկացիային։ Ամբողջ աշխարհում այնպես են անում, որ կոմունիկացիաները, ճանապարհները հարմարեցնեն ծառերին, ոչ թե ծառերը կոմունիկացիային։ Կուզենայի բացատրությունը լսեի իրենց, թե ինչ բացատրություն են տալիս, միգուցե այդ բացատրությունը լսելուց հետո ես համաձայնվեի իրանց հետ, ասեի ապրեք, ճիշտ քայլ եք արել, ես էլ ձեր տեղը լինեի, կանեի։ Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը բացատրեց, թե ինչով էին խանգարում արծաթափայլ եղևնիները քաղաքի փողոցներին եւ շինարարական աշխատանքներին։ Քանի որ եղևնիները իրանք մեծանալու հատկություն ունեն, իրանք շատ են բարձրանում ու մեծանում են,
խնդիրներ են ստեղծելու հետագայում, չնայած այն բանի, որ այսօր իրանք շինարարությանը նաև խանգարում են, որտեղ տակով կոմունիկացիաները անցնելու, որոնց որ խանգարում են, հնարավոր չէ այդ շինաշխատանքներն իրականացնել։ Դրա հետ մեկտեղ իրանք շատ մեծանալու, բարձրանալու խնդիր ունեն, որոնք որ փակելու են շենքերի արտաքին տեսքը։ Մշտադալար ծառերը տնկվել էին 60-ից 70-ական թվականներին, իսկ 2019-ից 20-ական թվականներին տնկվել էին 250-ից ավելի եղևնիներ, որոնցից 150-ը միայն արծաթափայլ։ Հանրային կարծիքը հաշվի չի առնվում, ինչ որոշում ուզում կայացնում են, ասում են բնակիչները եւ ափսոսանքով ընդգծում։ Քաղաքը կարծես ամայացած լինի։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մայիսի 9-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում, անհայտ անձինք ժամը 23:50-ից սահմանում տղամարդու դի են տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն։ Քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանն է, որին մահացած հիվանդանոց են տեղափոխել Էրեբունի գործող ռեստորանային համալիրներից մեկի մոտից։ Սպանություն, վրաերթ հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են մահացածի մարմինը տեղափոխել հիվանդանոց։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, հաջորդ եթերը ժամը 15-ին է։